Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը փետրվարի 6-ին փրկարար ծառայությունում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին ծառայության տնօրենի տեղակալները, կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Քննարկվել են հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, վերհանվել առկա խնդիրներն ու բաց թողումները, նաև նախանշվել են դրանց լուծման ուղիները։ Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են ենթակա կառույցներում իրականացված աշխատանքները, կազմակերպչական եւ գործառնական խնդիրներն ու դրանց ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները։ Ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը կարևորելով գործունեության ժամանակ ի հայտ եկած մարտահրավերների համատեղ վերլուծությունը, ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է առկա խնդիրները ժամանակին բացահայտելու եւ արդյունավետ լուծումներ ապահովելու ուղղությամբ իրականացնել համակարգված աշխատանք։ Նա առանձնահատուկ կարևորել է կանխարգելիչ միջոցառումների շարունակական եւ արդյունավետ իրականացման, արտակարգ դեպք պատահարների վայրերում սահմանազատման աշխատանքների կազմակերպման, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ միջոցառումների պատշաճ կազմակերպումը, ինչպես նաև հրդեհներից տուժած քաղաքացիների կարիքների ժամանակին եւ համակողմանի բավարարումը։ Արամ Ղազարյանը փրկարարական ուժերի վարչության պետին հանձնարարել է շահագրգիռ ստորաբաժանումների ներգրավմամբ իրականացնել լրացուցիչ ուսումնասիրություններ, վերհանել առկա խնդիրներն ու սեղմ ժամկետներում ապահովել դրանց արդյունավետ լուծումները։ Փրկարար ծառայության տնօրենը ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է խստորեն պահպանել ծառայողական կարգուկանոնը, ամրապնդել վերահսկողությունը ենթակա անձնակազմի կատարողական եւ աշխատանքային կարգապահության նկատմամբ։ Քննարկված հարցերի շուրջ տրվել են նաև համապատասխան հանձնարարականներ։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր եւ Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծելով հանցավոր խումբ եւ ձեռք բերելով ապօրինի զենքզինամթերք նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում եւ բնակարանային գողություններ, միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին, դիմել են այսպես կոչված քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող ինչպես նաև մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներին ու գործողություններին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանցավոր խմբի անդամներին մեղադրանքներ են առաջադրվել սպանության նախապատրաստության, սպանության փորձի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ապօրինի զենքզինամթերք կրելու, խուլիգանության, ավազակության, գողության, գույք ոչնչացնելու կամ վնասելու եւ թմրամիջոցներ իրացնելու հատկանիշներով։ Ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հանցավոր խմբի անդամները հայտնաբերվել եւ ձերբակալվել են։ Քննչական կոմիտեի ծառայողների հետ համատեղ կատարված խոշորամասշտաբ ուղղարկություններով նրանց բնակության վայրերում հայտնաբերվել են ապօրինի զենքզինամթերք եւ թմրամիջոցներ։ Հանցավոր խմբի 10 անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, կատարվում է նախաքննություն։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվել, որ հունվարի 28-ին Արևշատ գյուղի 45-ամյա եւ Նշավան գյուղի 37-ամյա երկու բնակիչ Արևշատ գյուղի հարակից դաշտում շնամարտ են կազմակերպել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 45-ամյա տղամարդը հրավիրվել է Արտաշատի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հիշեցնենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքն, այդ թվում կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը քրեորեն պատժելի արարք է։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Փետրվարի 2-ից 9 մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5683 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 224 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ 192 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 197 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 195, չամրակապված վարելու 558, առանց մանկական նստատեղի կարծիթի 18, վարելու ընթացքում ծխելու 544, վարելի հեռախոսից օգտվելու 333,
1, հետիոտնին, որ սահմանված վայրով անցնելու 265 եւ 1803 այլ իրավախախտում, 163 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 278-ը տեխնիկական զննություն չանցած, 83-ը լուսարձակների անսարքությամբ, 103-ը տաղանդապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 151-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել 8 համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 100 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14514 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 248 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստապ 218 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 447, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող 22 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 132, չամրակապված վարելու 3489, առանց մանկական նստատեղի քարսիթի 161, վարելու ընթացքում ծխելու 449, վարելի սեռախոսից օգտվելու 608, հետիոտնին, որ սահմանված վայրով անցնելու 76, արագության գերազանցման 1910 եւ 4247 այլ իրավախախտում, 411 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 1162-ը տեխնիկական զննություն չանցած, 762-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 32 բեռնատար, 203-ը տաղանդապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 485-ը առանց ձմեռային անվադողերի, 21 վարորդու գանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 52 անձ։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած։ Ահազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցներում։ 112 մեկ զանգ արագարձագանք։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։